Առավոտից պաշտպանության նախարարության մոտ հավաքված ծնողների նյարդերը տեղի տվեցին, երբ ներսից հերթական պատասխանը լսեցին, թե մի քանիսին կարող է ընդունել պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ Ծնողների պահանջն էր, որ իրենց լսեն զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանն ու գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Առաքել Մարտիկյանը։ Մեզ հետաքրքրում էր 3 կառույցի մարդիկ, 3 պաշտոնյա մարդիկ, որ այդ մարդկանց հարցեր ունենք տալու, մենք Արման Սարգսյանին հարց չունենք տալու, ախպեր, դու ֆրցնելով գցելով ջեբներս չի կարելի, չէ՞։ Նույն պահանջով հարազատները հավաքվել էին նաև սեպտեմբերի 27-ին, այն ժամանակ ասում են ՊՆ-ից խոստացան, երկուշաբթի կլինի հանդիպում, հիմա իրենց խաբված են զգում։ Ավելի ուշ պարզվեց 6 հոգու պատրաստ են ընդունել գլխավոր շտաբի պետի տեղակալը, սրան չընդդիմացան, բայց ասացին, նրա միջոցով էլ հանդիպման պահանջը կփոխանցեն Էդուարդ Ասրյանին։ Այդ մարդիկ կոնկրետ խուսափում են մեր հետ, որովհետև իրանք արդեն գիտեն մեր ունեցած ինֆորմացիաները, տվյալները արդեն այն ձևի է, որ իրանք մեր տված հարցերի տակ ուղղակի չեն կարալու պատասխաններ տան։ Իրանց խոսքի տերը չեն, ինձ հիմա չի հետաքրքրում վերևից նստած իրանց ինչ են հրահանգել։ Անհետ կորածների հարցով զբաղվող ազգային անվտանգության ծառայությունում գործող հանձնաժողովի մասին տեղյակ են, բայց նախ ասում են արդյունք չկա, հոդաբաշխ պատասխան չեն լսում, իրենց զավակներից լուր չկա եւ երկրորդ, ծնողները պնդում են, իրավունք ունեն ՊՆ-ին պահանջներ ներկայացնել, իրենց երեխաներին այս գերատեսչությունն է զորակոչել։ Մեր երեխեքը չեն եղել ՀԱԾ-ի ծառայող կամ չգիտեմ կառավարության աշխատող։ Զինվոր են եղել, զորակոչվել են բանակ, այս կառույցը տարել է մեր երեխեքին բանակ, տարեկցել է պատերազմի ամենաթեժ կետերը, ու ինքը քաշվել է։ Всё, իր միսիան ավարտվեց։ Բայց դրանց պետք է որ քեզ տվել ենք, բա քեզնից է ուզենք ՊՆ։ Իմ ունեցած տվյալը, որ ստեղ իմացել են որտեղ է։ Իրանց ունեցել են տվյալները մեր երեխեքը, որ լագերում է։ Ինչ են արել, խիչ են արել, խիչ են ինչ-որ մի բան արել, որ այդ երեխեքին բերեն, խեն ձեռները թարտված խաշվել են գրախ, всё։ Իմ երեխուն որ կանչել են, վայնկոմատից են կանչել, վայնկոմատը ում է պատկանում, ձեր ցավը տանը, ՄԱԾ-ի, բնականաբար չէ, պաշտպանության նախարարությանը չի։ Ժամեր տևած ակցիայի ընթացքում հարազատներից մեկի Արսեն Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացավ, ակցիան սակայն շտապօգնության կանչից հետո էլ չդադարեցրին։ Էրմինե Ղարիբյան, Էպիկենտրոն։